Եղիան մեզ նման մարդ էր ենթակա կրքերին, բայց նա աղոթեց և երկնքից դարպասները փակվեց և 3 տարի և 6 ամիս անձրև չտեղաց և դարձյալ աղոթեց և երկնքի պատուհանները բացվեց և անձրև տեղաց։ Սիրելի քույրեր և եղբայրներ, սիրելի հավատացյալներ, այսօր մեր Սուրբ եկեղեցին հիշատակում է 5 կտակարանի մեծագույն կրակե մի գագաթի մասին, Եղիա մարգարեին, որը ամբողջապես տարբերվում է 5 կտակարանյան բոլոր հերոսներից, իր կրակոտ, իր հրաշագործ, իր նվիրված, իր աստվածապաշտ և բոլոր դրական գծերով և տարբերվում է նաև նոր կտակարանի շատ մեծություններից, այդ առումով է, որ հայ եկեղեցին բոլոր սուրբերի տոները տոնակատարում է հատկապես շաբաթ օրը, բայց այսօր կիրակի օրը Եղիա մարգարեի տոն է, սա բացառիկ մի բան է, որ սուրբի տոնը տոնվում է կիրակի օրը։ Եղիան ասեմ, որ շատ անհայտ ծագում ուներ, Թեզբա քաղաքից էր, այդպես աչքի չընկած մի ընտանիքից սերված, բայց պատմության թատերաբեմ իջավ Քրիստոսից առաջ 9-րդ դարում և ունեցավ բացառիկ մի դիրքորոշում, բարձրացրեց Աստծո ձայնը Հրեաստանում ներկա կացության սոցիալ-տնտեսական կրոնական մի ժամանակաշրջանում, որ շատ տեղին, դիպուկ և փրկչական նշանակություն ուներ։ Այդ ժամանակա ընթացքում Հրեաստանը վխտում էր հեթանոս չաստվածների և բահաղի պաշտամունքի մեջ էր ճահճի նման այդպես մխրճված։ Եվ բնականաբար այս ամենը տեսնելով Աստված իր ժողովրդին տեսնելով Իսրայելին, որ նա մխրճված է այս ճահիճի մեջ և օրեօր սուզվում է և պիտի վերանա, բերեց Եղիա մարգարեին, բերեց և Եղիա մարգարեն այն կրակոտ խոսքով, անվախ քարոզով, համարձակ քարոզով բարձրացրեց Տիրոջ խոսքը, ասելով հետևյալը. «Ինչ եք երկու ոտքի վրա կաղում», սա ասեց թագավորին, Աքաբին և իր կնոջը այլազգի Եզաբելին, հատկապես Եզաբելին, ասեմ, որ Աքաբը բավականին լավ թագավոր էր, մինչև այն պահը, երբ որ այս օտար փյունիկացի Եզաբելին կին առավ և իր հեթանոս չաստվածների ամբողջ պաշտամունքային համակարգը ներմուծեց հրեական կրոնական ոլորտ։ Իր հետ Փյունիկիայից բերել էր մոտարապես 1000 մոգեր, հեթանոս կռապաշտ ուրեմն քարոզիչներ և ամբողջ Հրեաստանը մխրճված էր այս հեթանոսական վիճակի մեջ։ Եվ Աստված բարկացավ այս վիճակից, որովհետև հիշում եք մեր տասնաբանյայի մեջ Աստված հստակ օրենք է տալիս, որ ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի, ասում է Տերը, ուրիշ աստվածներ մի ունեցեք։ Որ պատվիրանն է սա, երկրորդ պատվիրանն է, ես եմ քո Տեր Աստված, առաջի պատվիրան, երկրորդը ինձանից բացի կուռքեր մի պաշտեք։ Սա վերաբերվում է այսօր բոլորիս։ Սա վերաբերվում է 3 նորից բոլորիս, այսօր և վաղը Աստված բարկանում է այն ժամանակ, երբ որ մենք իր ճշմարիտ վարդապետությունը, Աստված պաշտությունը թողնում ենք, ընկնում ենք հիմար բաների հետևից, կորցնում ենք արժեհամակարգ, կորցնում ենք հավատք, կորցնում ենք եկեղեցի, կորցնում ենք ազգ, պետություն և ամեն բան։ Ես հիմա չեմ ուզում այսօրվա հետ աղերսներ կապել, բայց անդրադառնալով Եղիա մարգարեին, որ ասեմ, որ Եղիան միայնակ դուրս եկավ ամբողջ այս հեթանոս համակարգի դեմ և համարձակորեն իր խոսքը ասաց արքայից մինչև վերջի մարդը։ Եվ Աստված նրան ինչպես որ բերել էր, անհայտությունից բերել էր
եւ համարձակություն էր տվել, ոգևորություն, համարձակություն, որ նա քարոզի իր խոսքը, այնպես ասպարեզը իջեցրեց Եղիային եւ Եղիային հրաշքով առաջնորդում էր այս կողմ, այն կողմ, նա հրաշքով հարություն տվեց այրի կնոջ զավակին, նա հրաշքով զոհը կրակի վառվեց կրակը, գիտեք, որ լեռան վրա, քանի որ պիտի պարզվեր ճշմարիտ են այս քուրմերը, թե ինքը ճշմարիտ Աստվածպաշտության ժողովուրդը, սարի վրա բոլորին հավաքեց սկսած արքայից եւ ասեց, որ պատրաստում ենք 2 զոհասեղան։ Սկզբից հեթանոսները այդ քուրմերը պատրաստեցին զոհասեղան եւ հետո Եղիան պատրաստեց զոհասեղան։ Եղիան ասեց, որ սկզբից դուք մատուցեք ձեր ուրեմն զոհը, տեսնենք ձեր չաստվածները կայրեն այդ զոհը, երկնքից կիջնի, եւ երբ որ քուրմերը սկսեցին մոտ 800,000 հոգի պտտվել իրենց զոհասեղանի շուրջ, կանչում էին իրենց բահաղ չաստծուն, որպիսի զոհը կրակի հրոճարակ դառնար եւ մատուցվեր, ամբողջ օրը 24 ժամ չկարողացան այս 1000 քուրմերով ուրեմն բահաղի միջոցով այրել այդ զոհը։ Եղիան նույնիսկ քամահրանքով ասում էր հետևյալը. Ուր է ձեր չաստված բահաղը, միթե նա զբոսանքի է գտնվում, միթե զբաղված է թե քնած։ Եվ Եղիան պատրաստում է իր զոհասեղանը 12 մեծ քարերով, փայտեր է ուրեմն ժողովում դնում եւ իր զոհը կտրտած դնում է ուրեմն զոհասեղանի վրա եւ Եղիան միայնակ ժողովրդի ներկայությամբ իր ձայնն է բարձրացնում, ասում է ով Աստված հրոճարակ դարձրու թող բոլորը տեսնեն քո զորությունը եւ վառվում է կրակը։ Մինչեւ կրակի վառվելը նա հրամայում է, որ մի քանի տակառ ջուր լցնեն այդ փայտերի վրա, զոհասեղանի վրա, այնքան այդ ջրի մեջ Աստված իր կրակն է ստեղծում եւ զոհը մատուցում։ Ինչ ենք սովորում սրանից։ Մեկ հոգով մի հոգու միջոցով Աստված կարող է փրկություն բերել ամբողջ մի ազգի։ Մենք տեսնում ենք այսօր աղանդավորական շարժումներ, որ շատ նման է այս պատմությանը։ Նրանք թվում է, թե քարոզում են Քրիստոս, նրանք թվում են, թե հրաշքներ են գործում, աղանդավորական կազմակերպություններ, վխտում են այսօր հայոց մեջ ցավոք սրտի, բայց նրանց ոչ աղոթքն է լսելու է, ոչ նրանք միավորում են ազգը, այլ ընդհակառակ զայրացնում են Աստծո բարկությունը։ Նման այն քուրմերի, ովքեր որ թվացյալ Հեզաբելը բերել էր, որ ամբողջ ազգը ներքին կարգով պառակտեր եւ քանդեր, այնպես այսօր դրսից ներ են մուծված աղանդավորներ, եւ որոնք փորձում են այս երկիրը տարի, մոտ 30 տարի եւ 88-ից սկսած փորձում են բզկտել, պառակտել այս ազգին։ Ահա Եղիան դուրս եկավ ամբողջ մի ազգի դեմ եւ կռապաշտության դեմ եւ այն բարքերի դեմ, որոնք ազգին դարձրել էին զրոյական մակարդակի։ Մենք այս պատմությունից նաեւ հասկանում ենք, որ մի արդարով, մի արդարի աղոթքով Աստված բացում է երկինքը։ Եղիան աղոթեց եւ փակվեց երկինքը, պատկերացնում եք հրյաների երկիրը, տափաստան, ավազներ, արև, ինչ-որ 3.5 տարի այնտեղ մի կաթիլ անձրև չեկավ։ Այսինքն երկինքը փակվում է այն ժամանակ մարդ Աստված փոխհարաբերության մեջ, երբ որ կատարվում է ժողովրդի կողմից սխալ ընտրություն, երբ որ կատարվում է ժողովրդի կողմից չաստվածներին եւ կուռքերին պաշտամունք, այդ ժամանակ որքան էլ որ ազգը փորձի երկինք բարձրացնել իր աղոթքները, լսելի չի լինելու Աստծուն, որովհետև Աստծո բարկությունն է այդտեղ դրսևորվում եւ հետեւաբար որտեղ կա մեղք, այնտեղ ենթադրվում է ինչ։ Պատիժ, որովհետև մեղքի արդյունքը մահ է, մեղքի վերջը պատիժ է եւ պիտի հատուցում լինի։ Հետեւաբար հատուցվեց այս ամեն ինչը։ Այդ զոհասեղանը, որ կառուցեցին քուրմերը եւ Եղիան, երբ որ սրանք բացահայտվեց կեղծ լինելը, Եղիան հրամայեց, որ մինչեւ 1000 հոգի նրանք ձորի մեջ սպանեցին այս կռապաշտ ուրեմն մարգարեներին, քարոզիչներին եւ այլն,
որից արթնացավ Հեզաբել թագուհու բարկությունը եւ Եղիան հետապնդվեց, Եղիային առաջնորդում էր Աստված։ Եվ ահա եկավ մի պահ, երբ որ հերո կարգով Եղիան Աստծո զորությամբ բարձրացավ երկինք եւ 5 տակարան եւ ամբողջ Աստվածաշնչի մեջ երկրորդ մարդն էր, որ ֆիզիկապես Աստված իրեն հափշտակեց եւ բարձրացրեց երկինք, առաջինը գիտեք Ենովքն էր, երբ որ մենք կատարում ենք հոգեհանգիստ պատարագի վերջում երգում ենք ի վերին Երուսաղեմ շարականը, որտեղ հիշատակվում է Ենոք եւ Եղիա։ Մենք նաև Եղիային եւ Ենոքին պիտի տեսնենք Քրիստոսի երկրորդ գալստին, երբ որ ըստ մարգարեների Ենովքը եւ Եղիան պիտի գան Երուսաղեմ, 3 տարի պիտի քարոզեն, սպանվեն, 3 օր պիտի իրենց մարմինները մնա արևի տակ, ոչ մեկ չպիտի մոտենա եւ Աստված հարություն պիտի տա իրենց եւ գա ների ուրեմն իշխանությունը եւ հետո պիտի գա Քրիստոսի հզոր փրկչական զորությունը, երկրորդ գալուստը եւ դատաստան պիտի լինի եւ նորից Եղիան եւ Ենոքը ինչպես որ նահատակվեցին, այնպես պիտի հարություն առնեն բոլոր մեռելների հետ միասին։ Սիրելի հավատացյալներ, այս ամենը հենց այնպես պատվված բաներ չեն։ 5 տակարանի ամեն դրվագ ուսուցողական է մեզ բոլորիս համար։ Մարդ Աստված ճշմարիտ փոխաբերության եւ անհատապես եւ ընդհանրական առումով ճիշտ ցուցումներ են տրված եւ այսօր գործում է Աստծո խոսքը։ Աստծո խոսքը երեք այսօր եւ վաղը եւ հավիտյան պիտի լինի մեր ուղենիշություն։ Եվ այս պատմությունները ընդհանրապես մեզ ազդակ են հիշեցնելու, որ կռապաշտությունը, նախանձը, Աստված մերժությունը ենթադրում են պատիժներ։ Եվ մենք պիտի մեզանից թոթափենք եւ ազգովի եւ անհատապես մեզանից այս աղբը, որ շատ հաճախ ներ է մուծվում մեր ժողովրդի կյանք, նորից եմ ասում, անհատապես կամ ազգովի, եւ թոթափենք մեզանից այս ամենը, որ Տիրոջ օրհնությունը երկինքը բացվի, ինչպես որ 3.5 տարի անձրև չտեղած այս ազգի վրա իջնի արև, Աստծո արևը, Աստծո լույսը, Աստծո խաղաղությունը եւ փրկությունը այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։